Մամբրե վերծանող Փրկչի Երուսաղեմ գալստյան մասին Թողնելով Էմմանուելի բազմաթիվ սքանչելագործությունները փութանք մեկնել երեկվա եւ այսօրվա հրաշքները Գովասանական այս պատմության մեջ հանդիսավորապես հրճակելով երկուսից յուրաքանչյուրի զարմանալի եւ քաջազանոտ մեծագործությունները Քանզի կանխապես գործելով նախորդ աստվածային հրաշքը Երեք կատարեց Բեթանիա գալու խոստումը եւ եկավ իրականացնելու Ղազարոսի հարությունը, որ սրանից առաջ պատմեցինք, իսկ այսօր մտնում է Երուսաղեմ նստած ավանակի վրա, հաստատելով մարգարեական կանխացածությունը։ Երեք հավատով շնորհազարդեց Մարիամին ու Մարթային, 4-օրյա մեռյալին գերեզմանից կենդանի հանելով, այսօր աշակերտներին ու մանուկներին Աստվածախոսներ է դարձնում եւ բոլոր մանուկների փրկության համար նրա գալուստը փայլում է օշնաբանությամբ։ Երեք լուծարեց մահվան իշխանությունը եւ նրա որսը դարձածին հոգով ու մարմնով հանդերձ կորզելով կյանքի կոչեց։ Այսօր հեթանոսներին ու հրյաներին ազատում է հակառակորդի ծառայությունից եւ որպես վարդապետ խորհրդաբար հեծնում է եւ սանձն ուղղում դեպի խաղաղություն։ Երկու կենդանիների վրա նստելով մտնում է Երուսաղեմ։ Երեք դուրս կանչեց Ղազարոսին պատանքակապ ոտքերով եւ կտավ է պատանքը չկարողանալով արգելք լինել տերունական հրամանին, արձակեց իր կապը, իր վրա անթերի պահելով Աստծո հրամանը եւ հնազանդվելով Արարչի հրամանին ծառայակցեց մահվանը։ Այսօր առաջին մարդուն արձակում է անեծքի կապանքներից եւ հանցանքների բազմությունը չի կարողանում արգելք լինել տերունական հրամանին եւ հանցանքն իր վրա է առնում ինչպես հանցավոր եւ դատապարտվում է հանցավոր մարդու փոխարեն անպարտն իրեն է դնում խորարչև որպես պարտական Պատվիրանազանցության օրը կենթանացրեց զգայարանների մեռելությունը եւ պատրեց վարշամակե կապն ու պատանքի ձեռնակապերից արձակեց ձեռքերը հայտնելով արարչական զորությունը։ Եվ քանի որ հողեղեն մասներ հող դարձել ձեռքով չկենթանա ստեղծեց ինչպես առաջին մարդուն, այլ սոսկ ձայնով անունը կանչեց եւ սոսկումով իսկույն դուրս ելավ։ Իսկ այսօր Փարիսեցիներին ու Սադուկեցիներին քարոզելով համատիեզերական հրավերը ասում է. Եթե այդ մանուկները դադարեցնեն օշնաբանությունը, քարերը կաղաղակեն, որով ցույց է տալիս անպտուղ հեթանոսների պտղավետող բարեպաշտ հավատքը։ Երեկվա օրը Բեթանիայում էր, որն է չարչարանքի տուն եւ հնազանդության տուն, չարչարանքի տուն ննջեցյալ բարեկամի Ղազարոսի համար, որի համար եւ Արարչի աչքերից արտասուք հոսեց, կարեկցելով մեր ողջ մարդկային բնությանը, վարվելով բարեկամի եւ ազգակցի պես։ Իսկ հնազանդության տուն, քանզի Ղազարոսը հնազանդվում էր մահվանը նախահոր մահվան իշխանության տակ ընկած լինելու համար, իսկ մահը հնազանդվում էր Հիսուսին արարչական զորության համար։ Ծառայի պես անսած տերունական հրամանին եւ մեռյալին հանձնեց աստվածային իշխանությանը։ Իսկ այսօր գալիս է Երուսաղեմ իր չարչարանքի տունը, քանի որ այնտեղ իր չարչարանքով պիտի ազատեր չարչարանքից մարդկային բնությունը եւ գալիս է հնազանդության տունը, որպեսզի անհնազանդ մարդկային բնությունը միավորի հնազանդ բանին եւ առաջին մարդու անհնազանդության փոխարեն հնազանդվի իր հորը, քանզի ըստ մարմնի ծառայակերպ բնության հնազանդվում էր ամենքի հորը, իսկ ըստ աստվածության հոր հետ համապատվաբար պաշտամունք էր ընդունում որպես արարիչ։ Նախորդ օրն ընթրում էր Մարիամի եւ Մարթայի տանը, եւ նրա դիմաց բազմել էր գերեզմանից հարություն առած Ղազարոսը, որը հավատարիմ վկա ուներ հետը պատանքի կտավը, որպեսզի կերակուրի, ըմպելիքի եւ գերեզմանի կտավի միջոցով հավատան Ղազարոսի ճշմարիտ եւ արժանահավատ հարությանը։ Իսկ հաջորդ օրը դղրդացնում է ամբողջ Երուսաղեմը Պասեքի տոնին մտնելով այնտեղ։ Նոր եկած ժողովուրդը հետաքրքրվում է եւ հավաստում են, որ Հիսուսն է Գալիլեայի Նազարեթից, որոնց հավաստումը համաձայնում է հրեշտակի հայտնությանը հովիվներին Բեթղեհեմում։ Նախորդ օրն ընդունում էր Մարիամի պաշտամունքը, պատվական յուղի օծումը համարելով իր մահվան սպասավորություն, ի գործակցություն չարչարանքների, արտասուքը
անմաքուր վարքի լվացարան, մազերը մեռելություն մարմնավոր վարքի հանդեպ, ոտքերը կենդանության ժամանակը ոտքով ընթանալը և 7 օրերը, որոնց հաջորդեցին ամիսներն ու տարիները, որոնցում ապրել էր անսուրբ գործերով, սրբում էր մաքուր ոտքերով։ Իսկ հաջորդ օրը կատարում է քահանաների փափագը, հրապարակավ գալիս է աշակերտների բազմությամբ և մանուկների լեզուն ուղղում օրհնաբանելու, ներգործում ժողովրդի մտքի վրա և ճյուղեր են տարածում ճանապարհին, որոնք աստվածային և թագավորական ծառայություններ են։ Քանզի այս 2 օրերին 2 սքանչելագործություններ կատարվեցին, հանգստյան և առաջին օրերին ըստ արարչագործության հանգստյան օրը, առաջին օրվա շաբաթ, որ նշանակում է հանգիստ, և 7 միաշաբաթ օրը, որը սկիզբն է։ Քանզի Աստված հանգստյան օրը իրագործեց մեր բանական բնության հարությունը մահվանից, որովհետև արարչագործության ժամանակ 7-րդ օրը դադար եղավ։ Իսկ որ ամբողջ արարչությունը բարի է, հաստատում է Մովսեսը. ահա ինչ որ Աստված արարեց բարի է։ Այդ բարին գործելու պատճառով էր, որ Աստված համբերում էր, քանզի առաջինից մինչև 6-րդ օրն Աստված փարազարթեց երկինքն ու երկիրը, իսկ 6-րդ օրն իր ձեռքով արարեց, կենդանություն պարգևեց մարդուն և պատվիրանը տվեց պահելու։ Երբ մարդը դադարեց պահել պատվիրանը և Աստված դադարեցրեց բարին գործելը, քանզի 6-րդ օրը մարդը դադարեցրեց պատվիրանապահությունը և 7-րդում Աստված դադարեցրեց բարին գործելը և ոչ առանց խորհրդի, այլ արարչական ճշմարտությամբ, քանզի երկինքն ու երկիրը մարդու համար են, իսկ մարդը պատվիրանի։ Պատվիրանապահությամբ պայծառանում էր աստվածային բարերարությունը, երբ պատվիրանապահությունը դադարեց, դադարեցին նաև աստվածային հրաշագործությունները, քանզի մարդը հանցանքի պատճառով մերկացավ արարչատուր փառքից և Ղազարոսը մեռավ երկրային ու ժամանակավոր մահով։ Այնժամ նախահոր պատվիրանազանցության պատճառով Աստված թողություն չտվեց հանցանքին, այժմ պատվիրանապահ Ղազարոսի դեպքում սիրով իրագործեց հարությունը գերեզմանից։ Նմանապես շաբաթ առաջին և երկրորդ, առաջինում Աստված դադարեցրեց բարին գործելը նախահոր պատվիրանապահությունը դադարեցնելու պատճառով, իսկ երկրորդում Ղազարոսի քրիստոսասիրության համար նրան նորոգում է գերեզմանային անշնչությունից և ազատում պատանքի կտավների շրջակապերից։ Միաշաբաթն օրհնաբանության օր է, և աշակերտների բազմությունն օրհնաբանում է նրա գալուստը Երուսաղեմ, նստած անսուրբ կենդանիների վրա, ահավոր մուտքը Երուսաղեմ, զգեստներ ու ճյուղեր տարածելով ոտքերի առաջ, Երուսաղեմի դղրդալը ժողովրդի հավաքվելուց, քահանաների չար նախանձը, որոնք ասում են Տիրոջը. «Ինչ են աղաղակում քո մասին»։ Տերը պատասխանում է. «Եթե այդ մանուկները լռեն, քարերը կաղաղակեն»։ Միաշաբաթը սկիզբն է լինելության, քանի որ այնտեղից է սկսվել երկնքի ու երկրի արարչագործությունը։ Արդ, քանի որ առաջին աստվածավայել արարչագործությունն ապականվեց նախահոր հանցանքի պատճառով, առնում է մեղանչական բնության նմանությունը և ինչպես հանցավոր իր անձը տալիս է դատապարտության և դատողներին թողնում է դատապարտել իրեն, որպեսզի վճարի առաջին մարդու դատապարտության փրկանքը։ Մարդացյալ Աստված դատապարտություն է ընդունում և մեղքի փոխարեն փրկանք է տալիս իր աստվածային մարմինը, և լինելով անմեղ կամավորապես ընդունում է մեղքի դատապարտությունը, ինչպես հանցավոր, և մարմնացյալ աստվածությամբ վերացնում է առաջին մարդու ամբողջ հանցանքը, նրան անմեղ կանգնեցնում հոր առջև։ Աշակերտների բազմությունը նշանակում է հավատացյալների գալիք համատիեզերական հրավերը, իսկ Ձիթենյաց լեռը Ձեթ Նարեգակի գործի մասնակիցն է, լեռը նշանակում է աստվածային վարդապետության բարձրությունը։ Ձեթ է տերունական լուսափայլ բերանը, որի աստվածխոսությունը լուսավորում է շրջապատը։
Իսկ ճյուղերը ոտքերի առաջ տարածելը նշանակում է երկրի փշաբեր անեծքից նախկին ծաղկավետությանը դառնալը եւ ճյուղերի վերածվելը մեծ ու ճյուղատարած ծառերի պտղալից եւ սաղարթագեղ վերածնունդով, որ ժողովուրդը վերցնում ընծայում է անեծքը վերացնողին ու երկիրն առաջին արարչագործության պես նորոգողին։ Զգեստների տարածումը նշանակում է հոգով եւ մարմնով հիվանդացածներին, որոնք հավատով մոտենալով Հիսուսին բժշկվեցին, իսկ մանկանց օշնաբանության վրա քահանաների չարանալը, նորադարձներին հավատքի դավանությունն արգելելը եւ առաքելական քարոզություններին սաստիկ ընդդիմանալը։ Իսկ Տիրոջ խոսքը, եթե նրանք լռեն այդ քարերը կաղաղակեն, քարերը նշանակում են երանելի առաքյալների ամուր եւ հիմնադրիչ քարոզությունները։ Եթե այդ մանուկներին արգելեն Պողոսն ու Նիկոդիմոսը, Գամաղիելն ու Կայափան, որոնք դեռ անպտուղ են քարի պես հավատքով, բայց լինելով հրեության մեջ, հույժ անպտուղ, սրանք պիտի դավանեն իմ մարդացյալ աստվածությունը եւ բարձրաձայն հռչակեն իմ երկու գալուստները, առաջինն ու երկրորդը, նաեւ քարերը կաղաղակեն։ Քարերը պետք է հասկանալ մարգարեները, որոնք աշխատեցին հավատքի շինության վրա եւ նրանց մարգարեական խոստովանությունները, որոնք ամբողջ տնօրինությունը մարգարեական գրավոր հիշատակություններով որպես անկողոպտելի գանձ ավանդեցին գալիք սերունդներին, երկու հավատարիմ վկաներով, մարգարեական եւ ավետարանական աստվածխոսության գրքերով, որպեսզի եւ տոնախմբողների սարժանացնի նոր արքայությանը, քանզի նրանն են փառքը եւ զորությունը հավիտյանս։ Ամեն։ Հայոց Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի ջարը, ասված Արմավենյաց օրը Ծաղկազարդին։ Ավետաբեր եւ տիեզերական տոն եւ տերունական տոներից առավել գերափառ, բոլոր բերկրաբերձ եւ սոսկալի երկնաբյուր բանակների փառաբանողներից բանձացված։ Այսօր երկիրը, երկինքն ու ծովը բերկրելով ցնծում են, քարահոլով տարերքն իր հնությունը նոր լինելության են կոչում, օդը բարեխառն եւ պտղածնող շունչ է բուրում, մաքրափայլ եւ ականակիտ աստղերը նկարակերտում են յուրաքանչյուր համաստեղության դիրքը, բոլորաձև լիալուսինն արեգակի պես ջահավորում է ողջ գիշերը, եւ արեգակը հասարակածին հասնելով հոլաթևում է երկնքի ու երկրի միջև։ Ծովը լռել է բարձրակոհակ վրդովումից եւ ոլորտածավալ շարժումներից, երկիրը ձմեռային սգավորությունից անցել է գարնանային վերանորոգման, եւ բուրաստանները հոգացու օդի շնչով պարուրված պատվել են բազմաբույր ու բազմահամ ծաղիկների գլխիկներով, եւ երկրի փապարներում եւ ծերպերում բույն դրած զեռունները ժամանակի մեծափառությունը զգալով յուրաքանչյուրն իր բնական ձայնով վերիններին հետևելով ներդաշնակ եղանակում են օրերի վայելչությունը, եւ ծովածին կենսասերների երամները լսելով երամապետներին ձմեռային եւ միջնաշխարհ կայարաններից միախմբվելով բարձրանում են երկրի երես, լցնում երկիրն ու ջրերը եւ բազմանվագ ձայներով արագությունների տեսակների զանազանությամբ օր ու գիշեր երաժշտական մեղեդիներ են վերերքում, եւ քարոտանի գազանների եւ երեների շարքերը խմբեր կազմելով ճոխացնում են որովայնները խոտերով եւ անտառների նորածին ծաղիկներով, գոչելով ու բչելով հիացնում բանական էակների լսողությունը։ Եվ ընտանի կենդանիները դուրս են գալիս իրենց որջերից, մի մասը հողագործական տաժանմունքներն է թիկունքին առնում, իսկ մյուսներն էլ խմբվելով լցնում են զանազան ծաղիկներով լի հովիտներն ու դարավանդները, ավելացնելով մարմինների քաշտ ու ճարպերը։ Եվ նավավարը, նավը հանձնելով ձմեռային վրդովմունքից լռած ծովին, արագաստին փարվող բարեհաջող օդով սլանում եւ ժամանում է բաղձալի երկիրը։ Եվ երկրագործը ըստ հոգենվակ երաժշտապետ Դավթի կացարանից ելնում է իր գործին եւ ձեռքերի վաստակին
սերմնացու և տնկաբեր հողում աշխատելով հարստացնում, ճոխացնում է շտեմարանների լիությունը։ Եվ բովանդակ երկինքը, երկիրը, ծովը և բոլոր կենդանիները բերկրում ու ցնծում են, մեծարելով օրերի փառավորությունը մեր փառաբանությունների միասնական ձայնակցությամբ, որը բավական համարելով անցնենք այսօրվա Սաղմոսին։ Թագավորներից մեծը և օրենքի առաջին երաժիշտ Դավիթը, գրոց հավատարիմ մարգարեն և բարբարոսական ազգին տանջողը, պատերազմներում միշտ հաղթողը և հսկաներին սատակեցնողը, խավարած Իսրայելի ճրագը և հոր արարչական սրտին համակամը, մարմնացած բանի նախահայրը, կույս աստվածածնի ցեղապետը և ըստ նահապետական տների նախահայրը, քահանայական երգերի գլուխն ու աստվածաբանողը, սերովբեների բարեբանություններին ձայնակցելով, այսօրվա մասին մարգարեական հոգով նախագոչելով, մեծափառ խոսքը մեզ վերաձայնեց, ասելով 96-րդ Սաղմոսում, թե «Լեռները կցնծան Տիրոջ առջև, քանզի գալիս է»։ Պատշաճ և ճշմարիտ է այս խոսքը, քանզի ամեն բանում պետերը և առաջիններն են ցնծում ավետաբեր լուրն առնելով, զորքում զորավարը, հոտում հոտապետը, նավում նավապետը։ Այսպես և արարչի հողեղեն բնությունն առնելու և հողեղենին ազգակից լինելու առթիվ բարձր դարավանդները և հոգեղեն բլուրները կցնծան և 6 օրերի փառաբանությունից առավել կբերկրեն հողեղենների մարդկանց հետ հարազատություն ունենալով։ Բայց լեռներն ըստ նշանակության նմանեցնում է մարգարեական մաքուր անձանց, որ հողանյութ մարմնով Սուրբ Հոգու տաճարներ դարձան, շնորհաբախծ բախտով բարձրացան մարդկային բնությունից, Սուրբ Հոգու սրատեսությամբ կանխատեսեցին բազմաժամանակյա և ապագա խորհուրդը և գրավոր թողեցին մեծավայելչական օրվա սարսափելի հիշատակությունը։ Նրանց շնորհավետյալ հոգիներն այսօրվա մասին խոստովանեցին և աստվածային ճոխությամբ բարձրացած հիշատակեցին իրենց երգերում մեզ հետ ցնծալով որդու մեծափառ գալուստը։ Եվ առաքյալների մեջ մեծը Պողոսը իր առաքելական մատյանում Եփեսացիների թղթում գրելով «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ երկնավորների մեջ, հրամայում է մեծ գնդին բարեբանությամբ օրհնել մարմնացած բանի հորը, ոչ ըստ գրավոր և հնացած օրենքի, որ անեծքներով էր փակված և ակնառու դատողությամբ հանցավորներին հրամայում էր զանազան տանջանքներով ընթանալ, վերք վերքի և անդամ անդամների փոխարեն հատուցել, զանազան ջարդեր, քարկոծումներ, սրամահություններ և հրկիզումներ, այլ որդին մեր բնության կերպարանքն առնելով և մեզ համար իր բնությամբ քավարան դառնալով տանջանքներից ազատեց մեր բնությունը և մեկ մահվամբ բազում մահերի գիրը կնքեց։ Եվ գրին հաջորդեց շնորհը, հոգին և ինքը բանը, եղավ ամեն ինչում, հողեղենների հետ հողեղեն, օրենքը հարստացնող, գիրը լուծող, ոգին քննող, աներևույթ հոր պատկերը և բոլոր մարդկանց զորությունն ու իմաստությունը, ամենքի արարիչը, փակված դրախտը բացողը, դեպի վեր առ Հայր ելնելու ճանապարհը, երկրորդ երկինք մտնողների երկրորդ դուռը, երկնքի Աստվածը արարչությամբ, երկրի Թագավորը մարմնավորությամբ, մարդկանց սիրելին փրկագործությամբ, հրեշտակների համար նախապատվելին աստվածությամբ։ Եվ բոլորի համախնդությամբ տիեզերական այս օրերին համաշխարհական միասնական բարեբանումը կցորդելով առաքելական գրերին, աստվածաբանելով փառավորենք ամենքի հոր և միածին որդու մարդասիրությունը։ Ավետարանիչներից մեծը, երանելի Մատթեոսը, որ հոգևոր երկու շնորհ ստացավ, առաքելական աթոռն ունենալով նաև Աստվածորդու արտաբերական քարոզներն աստվածաբանողը, իր հրաշապատում գրերում այս օրերի գալստյան խորհրդի մասին ավետարանելով ասում է. «Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե,
մերձ ձիթենյաց լեռանը, այն ժամ Հիսուս արձակեց երկու աշակերտներին ասելով նրանց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ մի քուռակ, արձակեցեք, բերեք ինձ։ Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ իրենց տիրոջը պետք եմ, և նա իսկույն դրանք կուղարկի»։ Իսկ Հովհաննես Ավետարանիչը, պատմելով որդու աստվածահրաշ սքանչելագործությունների մասին, ինչ հոգեխառն գրերով է շարադրում խոսքը. Գալիլեայից որդուն հետևելը և աղտացյալին մերձենալով, հոգու և մարմնի աստվածեղեն բուժական դեղն ընձեռելը, որի համար էլ և Հրեաստանի Բեթանիայում հավատարիմ բարեկամի հիվանդանալն է տեսնում մարդկային դեղերով անբուժելի մարմնեղեն աղտով։ Հաջորդ տեղում նրա անշնչանալն ու ննջելը և քույրերի առաքումը, որպեսզի նախքան վախճանվելը աստվածային շնորհներով ժամանի և անբուժելի աղտի բուժումն ընձեռի։ Եվ նախքան Տիրոջ և աշակերտների Բեթանիա ժամանելը անշնչանում է Ղազարոսը և անկենդանանում մեռածի վիճակը ճաշակելով։ Եվ Տերը գալով գտնում է նրան 4 օրվա վախճանված և ապականված մարմնի սոսկալի ձայնով տիրաբար հրամայում գերեզմանից դուրս գալ և մյուսներին էլ երիզներից ու կապանքներից նրան ազատել։ Եվ երբ Բեթանիայում ընթրում էր, Ղազարոսը մեկն էր սեղանի շուրջ նստածներից։ Այս հրաշագործությունները անցած երեկվա օրվանն էին, իսկ այսօր, առնելով աշակերտների բազմությունն ու հառաչանալով դեպի Բեթանիա, ձիթենյաց լեռ, գալիս է Բեթփագե, որտեղից առաքում է երկու աշակերտներին և հրամայում բերել էշն ու նրա հետ քուռակը և փութով է առաքում, որպեսզի նախքան Երուսաղեմ մտնելը նստի նրանց վրա։ Բայց ըստ այս տեսության, Երուսաղեմ մտնելը, Բեթփագե և ձիթենյաց լեռ գալը պետք է հասկանալ որպես Աստվածորդու մերձակա չարչարանքները և իր մահվամբ մարդկային բնության ազատագրումը մահվանից։ Երուսաղեմը պետք է հասկանալ որպես բովանդակ աշխարհ առաքելական քարոզությամբ և ավազանի վերածնությամբ, իսկ Բեթփագե թարգմանվում է ծնոտի տուն, նշանակում է անմաքուր կենդանու ծնոտ, որով վարսավոր Սամսոնը բյուրավոր անթլփատների մերձնում էր հալածելով։ Այսպես և վարսավոր Հիսուսի, հոր որդու և բանի նույն կենդանու վրա նստելը նշանակում է Աստվածացյալի հակառակորդի տիեզերական իշխանությունը ոտքի տակ տալով մերձնելը։ Իսկ ձիթենյաց լեռը նշանակում է բովանդակ աշխարհի լուսավորելը, կամավորաբար չարչարանքների գալը։ Եվ աշակերտներից երկու առաքվածները նշանաբերում են բովանդակ աշխարհը երկու հոգեխառն կոչմամբ՝ գրավոր և հոգևոր, և երկուսի էլ փութով անվրեպ ժամանակի առաքելը նշանակում է մարգարեականն ու ավետարանականը։ Բայց այս ամենը հենց այնպես չի եղել, այլ որպեսզի կատարվի մարգարեական խոսքը Զաքարիայի խոստովանությունը, որն ասում է. «Ասացեք Սիոնի դստերը. ահա գալիս է քո թագավորը հեզ և նստած էշի և էշի քուռակի վրա»։ Օրենքին հավատարիմ հոգեկիրները նախաճառելով աստվածաբանեցին Աստվածորդու գալիք սքանչելագործությունների մասին։ Նահապետներից մեծը Հակոբը մարգարեաբար խոսելով ասում է Հուդայի ժողովրդի մասին, որից պիտի կատարվեր բանի կույսից մարմնանալը, և որը Սուրբ Կույսի նախահայրն է. «Անպակաս լինի իշխանությունը և պետությունը Հուդայի տոհմից, մինչև որ կհասնի նրա իշխանության ժամանակը, կկապի իր գրաստը որդատունկից և էշի քուռակը որդատունկի ոստից»։ Որդատունքը պետք է հասկանալ որպես Աստվածորդու մարմնավորումը համաձայն իր իսկ խոստովանության, որ իր արարչական մարմինը որդատունկ է և երանելի առաքյալները ճյուղեր։ Կկապի իր գրաստը որդատունկից նշանակում է հողեղեն բնությամբ մարմնանալն ու համատնօրինելը և անսպառ ու անլուծելի սիրով մեր բնությանը կապվելը։ Իսկ կկապի իր քուռակը որդատունկի ոստից նշանակում է, թե ավազանից նոր ծնվածներին որդեգրաբար սիրով կապելով Սուրբ Երրորդությանը միավորեց անխզելի և անխափանելի կապանքներով։
Իսկ մարգարեներից մեծը Զաքարյան այսօրվա արարչական հրաշագործությունը բացափայլ եւ հայտնապես փողելով ասաց. «Ուրախացիր, դուստր Սիոնի, որովհետև գալիս է քո թագավորը նստած նոր, անմաքուր կենդանիների վրա»։ Թագավոր եւ փրկիչ, հեզ եւ խոնար է անվանում հոր ծոցածին բանին, որն արարչական անվամբ, մարդկորեն տնօրինությամբ, ճշմարտապես մարմին առավ եւ խոստովանեց իրեն թագավոր, Աստված երկնքի եւ երկրի։ Իսկ անմաքուր կենդանիները, որոնց վրա նստեց, նշանակում են երկու ժողովարանները, հրեաների եւ հեթանոսների, անմաքուր այն պատճառով, որ երկուսն էլ բազմաստվածության մեջ զուգահավասար կործանված էին։ Ուստի եւ վերցրեց հողեղեն բնությունը, որի միջոցով առավելագույն սիրով կապվելով հրեաների եւ հեթանոսների ժողովարաններին, նրանց որդեգրության արժանացրեց հավասարակից հորը եւ իր ժառանգությանը ավազանի վերածնությամբ։ Եվ իրեն տաճարացնելով, նստում եւ բնակվում է Սուրբ եկեղեցում, երկնային հոր համար ընտրելով քահանաներին եւ մարգարեներին, ուստրերին եւ դուստրերին։ Իսկ Սիոնի դուստր պետք է հասկանալ Սուրբ եկեղեցին, քանզի երանելի առաքյալները նրա արքայության խորհուրդն Աստված Որդուց Սիոնում ընդունեցին, այնտեղ եւ Սուրբ Հոգու իշխանությունը ստացան Աստվածային բերանի փչմամբ, այնտեղից էլ երանելի առաքյալները Սուրբ եկեղեցու հիմնադրումը սկզբնավորեցին, այնտեղից եւ զանազան լեզուներով քարոզությամբ կոչվեցին եւ Աստվածորդու հարությունը նրանում ճանաչեցին։ Այս ամենի համար էլ հրամայում է ուրախանալ Սիոնի դստերը, որը Սուրբ եկեղեցին է։ Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպես Հիսուսն իրենց հրամայել էր, եւ էշն ու քուրակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին, եւ նա նստեց նրանց վրա։ Ինչ եք կարծում, որ երկու աշակերտներն են գնացել։ Ասված է առաքյալների երկու խմբի մասին, 72-ը, որոնց առաքեց նախքան իր աստվածեղեն հարությունը, եւ 12-ը, որոնց առաքեց հարությունից հետո փչելով Սուրբ Հոգին եւ ասելով. «Գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին»։ Իսկ էշն ու նոր քուրակը հրեա եւ հեթանոս ժողովրդի նորահավատներն են, որոնք ընդունելով նրա վարդապետությունը, Սուրբ եկեղեցու մարմինը եւ անդամները կոչվեցին։ Իսկ կենդանիների վրա զգեստներ գցելը հոգու եւ մարմնի մաքրության ընծայումն է նրանց, որոնց վրա պիտի նստեր ու հանգչեր Աստվածորդին։ Եվ ժողովրդի բազմությունն իր զգեստները փռեց ճանապարհի վրա։ Ժողովրդի բազմություն ասելով, ի նկատի ունի այն մարդկանց բազմությունը, որոնք իրենց մարմնական հանցավոր ախտերն են Աստվածորդու առջև անծածկաբար տարածում։ Իսկ Հիսուսին Հրեաստանում եւ Գալիլեայում հետևելը նշանակում է պատվիրանազանցությամբ ախտացյալի հանցանքներից ինքնըստինքյան բժշկապետաբար բուժվելը։ Եվ ուրիշներն ասում է, ծառերից ճյուղեր էին կտրում եւ տարածում ճանապարհին։ Սա եւս հենց այնպես չէ, այլ նշանակում է աստվածության գալստյան արժանավոր գործակցություն, քանզի պատրաստվել էր տիեզերական փրկություն կատարել եւ արարածների ընդունայն հնազանդությունն արարչական հնազանդության փոխել, որպեսզի երկրի եւ ծովի իրենց Աստծուն ամենքն էլ ճանաչեն եւ մեծարեն, որոնց հետ եւ ծառերն են ընձյուղների հետ նորածին սաղարթ եւ ծաղիկներ ընծայում իրենց գոյացնողին։ Եվ արջևից ու ետևից գնացող ժողովրդի բազմությունն աղաղակում էր եւ ասում. «Օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ, օրհնություն բարձունքներում»։ Արջևից եւ ետևից գնացող ժողովուրդ ասելով պետք է հասկանալ հոգեվոր երկու խմբերը՝ մարգարեություն եւ քահանայություն, որ նախքան Տիրոջ մարմնանալը խոստովանեցին նրա գալուստը։ Իսկ ետևից գնացող ժողովուրդը երանելի առաքյալներն են եւ Սուրբ եկեղեցու բազմությունը, որ նրա տնօրինությունից հետո Դավթի որդի են խոստովանում նրան, որ անբաժանաբար հայրական ծոցում մնալով կատարելապես ծնվեց կուսական որովայնից, եղավ կատարյալ մարդ առանց մեղքերի։ Այս միշտ խոստովանում են երկու ժողովարանները, առաքելական խմբերը Սուրբ եկեղեցով հանդերձ։
Երբ նա մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց եւ ասում էին. «Ո՞վ է սա»։ Ամենքի Արարչի ծնունդով մաքրվում եւ Երուսաղեմանում է ողջ աշխարհը, քանզի նրա մարմնանալը նշանակում է աշխարհի համագով ոգիների մաքրությունը եւ բազմաստվածության անմաքրությունն աշխարհից վտարելը։ Եվ քաղաքացիների դղրդալը հակառակորդի զորությունն է, որով փորձելով գտավ նրան որպես ճշմարիտ Աստված, ում աղաղակելով ասում էին. «Գիտենք քեզ, թե ով ես, Աստծո Սուրբդ, ժամանակից շուտ մեզ մի դատիր»։ Աստվածացիալ զորությունը նրանց դուրս վանեց եւ հրամայեց իր ճշմարիտ արարչական անունը բարեբանել Աստծո խոստովանությամբ եւ ճշմարտափառությամբ։ Եվ ժողովուրդն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլեայի Նազարեթ քաղաքից է»։ Ժողովուրդը, ինչպես նախապես ասացինք, պետք է հասկանալ Սուրբ Եկեղեցին, որ միշտ խոստովանում է նրա աստվածությունը, մարմնանալը եւ հոր մոտ մնալը, իսկ մարգարե ասելը գալիքը մարգարեաբար եւ աստվածապես նախագուշակելու պատճառով, ինչպես որ Գալիլեայում շրջելով Հրեաստանում մեռած Ղազարոսին տեսավ եւ նախքան գրավոր դպրություն ստանալը օրինականներին դաստիարակեց։ Իսկ Նազովրեցի է կոչվում, այսինքն մաքուր, որպես իր մարմնավորմանը հավատարիմ եւ ճշմարիտ վկա, որ մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Եվ մենք, որ այսպես այս օրերի տիեզերագովը եւ բարեբանողը հանդիսացանք, նրանց աստվածեղեն մտքի հետ համախոհ լծորդությամբ գործակցաբար սպասավորենք, մանկանց հետ բարեբանենք, ծերերի հետ ոստերով հանդերձ երկրպագենք, աշակերտների հետ խոստովանենք Տիրոջ անվամբ եկածորդնյալին, բոլորի հետ ամեն ինչ լինենք, որպեսզի բովանդակ աստվածաղեն շնորհներին հասու լինենք մատակարար Սուրբ Հոգու միջոցով, որն արարչական շնորհն արատապես է տալիս արժանաբար հայցողներին, որպեսզի գալով բնակվի մեր ժողովարաններում, տաճարացնի մեր հոգիներն ու մարմինները եւ Սուրբ Երրորդության բնակարաններ ու օթևաններ դարձնի։ Ուստի եւ ամենքի Հորը եւ միածին ու կենագործող Որդուն եւ մատակարար ու պարգևաբաշխ Սուրբ Հոգուն մշտնջենավոր փառաբանություն մատուցենք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։